Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Օրեր առաջ դուք նշել էիք, որ մասնակցելու եք ընտրություններին 2026 թվականին եւ ասել էիք, որ որոշ քաղաքական ուժերի հետ քննարկումներ եք անցկացնում, որպեսզի հասկանաք, թե ինչ ձևաչափով եք հանդես գալու, հիմա որ փուլում եք։ Դե մեր կուսակցության կողմից ընտրությունների մասնակցելը դա բնական գործընթաց է, որովհետև 21 թվականից սկսած մենք բավականին ակտիվ թիմ ընտրություններին մասնակցել ենք բազմաթիվ հաջողություններով, նաև անհաջողություններով, հետևաբար ազգային ժողովի ընտրությունները այդ շղթայի հաջորդ գլխավոր կետն է եւ այստեղ քննարկելու տարբերակ չկա մասնակցել, չմասնակցելուն, առավել եւս որ մենք Պահուց ենք նշել, որ իշխանափոխության ամենաարդյունավետ ճանապարհը հենց ընտրություններն են, որովհետև անկախ իշխանության կողմից այն քայլերից, որը տանում է երկրի կործանման եւ անդառնալի վնասներ ենք արդեն ունեցել, միևնույնն է մենք համոզված ենք, որ հենց ընտրություններն են այն միջոցը, որով ժողովուրդը այս իշխանություններին կճանապարհի պատմության գիրկը, հետեւաբար այո 26 թվականի ընտրությունների նկատմամբ մեր ընկալումը եւ դիրքորոշումը վաղուց արդեն կար, ինչ վերաբերում է քաղաքական դաշտում հնարավոր համագործակցությանը, մենք կարծում ենք, որ 26 թվականին հնարավոր է եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, իրական ընդդիմադիր առողջ ուժերի մի համախումբ ներկայացնենք, որը հանրության մտահոգությունների ու ճնշող մեծամասնության պատասխանները գոնե կտա, որովհետև երբ նայում ենք հանրությունը ինչ չի ուզում եւ ինչ է ուզում, այդ ամենը հաշվի առնելով, այսինքն ներկա իշխանությունները գնան, նախկին բարքերի վերադարձ չլինի, նաև որը շատ կարևոր է հետո ինչ է լինելու այդ հարցերի պատասխաններ լինի, որովհետև միայն իշխանության հեռացումը դա բավարար չէ, ասում մենք այդ փորձը ունեցանք, տեսանք ինչ եղավ, այսինքն այսպես կոչված Նիկոլից հետո ինչ է լինելու, եւ այսինքն պրոֆեսիոնալ մի թիմ, որը հանրությանը կներկայացնի այնպիսի առաջարկ, ինչպես ասում են, որից հրաժարվել հնարավոր չէ։ Այդ ուղղությամբ այո մենք խորհրդակցություններ ունենք մի շարք ուժերի անհատների հետ, այս պահին դրանք բավականին ակտիվ եւ արդյունավետ փուլում են, չեմ ուզում առաջ ընկնել, բայց կա մեծ համոզմունք, որ կհաջողի մեզ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ավելի ուժեղ, ավելի վստահելի թիմով։ Այսինքն մի քանի ուժերի միավորում պետք է լինի, կարծում եք, թե ձեզ հետ եւս մեկ ուժ։ Չէ, որևէ սահմանափակումներ այս պահին քննարկումների մենք չունենք։ Այդ տեսանկյունից մենք մեզ ազատ ենք թողել հնարավոր քննարկումների ձևաչափերի մասով, ընդ որում կարևոր է նաև որ այդ համագործակցությունները նաև բնական լինեն, ընդ որում այս ուժերի մեծ մասը հիմա ուղղակի քանի որ դեռ ոչինչ պայմանավորված չէ զերծ կմնամ անուններ տալուց, բայց մենք քննարկում ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ բնական որոշակի ճանապարհ ենք անցել, որոշակի ընդհանուր ինչ որ կետեր են եղել հատման, այսինքն ոչ թե հիմա ենք սկսել, այլ որպեսզի նաև բնական լինի նաև բոլոր թիմերի համար, այդ տեսանկյունից քննարկումները մի քանի ուժերի հետ են եւ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի մաքսիմում մեծ համագործակցություն լինի, բայց միևնույն ժամանակ այդ կարևորը քանակը չի, այլ նաև որակյալ եւ արդյունավետ հանրությանը ներկայացնենք թիմ, նաև շատ կարևոր է, որ ի վերջո հանրությունը կտրվի այդ փրկիչների փնտրտուքից, որովհետև միշտ միջև էլ չէ, այս սա էր մեղավոր, նա էր մեղավոր, հիմա էլ փորձում են գտնել մի հերոս, մի փրկիչ, մի կերպար, որը գալու է Նիկոլ Փաշինյանին հեռացնի, դա որևիցե լավ տեղ չի տանում, որովհետև ոչ մի անհատ հնարավորություն չունի երկրի այս մարտահրավերին դիմակայել ու նախկինում է չի ունեցել, նաև հենց խնդիրների պատճառներից մեկը այդ անձնակենտրոն իշխանությունն է, որը հիմա էլ կա, իսկ մենք հանրությանը գնում ենք ներկայանալու եւ այդ բանակցությունները ավելի շատ գնում են թիմ ձևավորելու, այսինքն ոչ թե գնանք էլի մի հոգի եւ այդ մի հոգու շուրջ միավորվենք, այլ հավասար ունենանք բավականին մեծ թիմ, որ հանրությունը տեսնի, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանին փոխարինում է այս անձով, այլ Նիկոլ Փաշինյանին փոխարինում է այս հավաքական թիմով, որովհետեւ այդ անձնական պատասխանատվությունը պետք է փոխարինվի հավաքական պատասխանատվությամբ եւ ոչ թե էլի ունենանք երկրի մի ղեկավար, որից էլի կամ դժգոհ լինենք, կամ գոհ լինենք, հիասթափվենք, կամ Կարծում եք ընդհանուր ընդդիմադիր մի քանի ճակատ պետք է լինի։ Այսօրվա իրավիճակը տանում է դեպի դրան։ Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունները իրենց որոշակի մասնակցություն ունենալու են, այս պահին գնահատականներ չտանք խորքային, իրենց
որոշելիքն է, հանրությունը իրենց գնահատականը եւ 21-ին եւ դրանց առաջ տվել է, հետեւաբար իրենց գործն է ընտրություններին մասնակցել, չմասնակցելը, տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանի թիմը մասնակցելու հայտ է ներկայացնում եւ այդ դաշտից դուրս մենք գնում ենք, այսինքն այդ մնացած հատվածի ուժերին հնարավորինս առավելագույն թվով եւ առավելագույն որակով միավորման։ Ինչ հնարավորություններ կա Փաշինյանին հեռացնելու, դուք ինչ եք կարծում, որովհետև սոցհարցումներով նա շարունակում է մնալ առաջին տեղում, թեև այսպիսի կարծիք էլ կա, որ որքան էլ նա առաջին տեղում է, ամեն դեպքում հավաքական ընդդիմությունը ավելի մեծ թիվ է գրավում ըստ հարցումների եւ հավանականությունը մեծ է իշխանապետության։ Ну ամենայն հարգանքով այդ սոցհարցումը անցկացնող ընկերություններին, որ ոչ թե հավատում են կամ չենք հավատում, այսօրվա իրավիճակը ամենևին չի արտացոլելու ընտրությունների արդյունքները, նույնիսկ ամենաճիշտ տեխնոլոգիայով, Ինչու՞։ որովհետև այսօր ընտրություն չէ։ Ինչքան էլ քաղաքական դաշտը բավականին ակտիվ է, դուք էլ լրագրողներն էլ, հա, մեր առօրյան քաղաքականացված է, մեր առօրյայի մեծ մասը ուղղված է դեպի ընտրություններ, ձեզ վստահեցնում եմ, հանրության մեծ մասը ընտրություններով չի ապրում։ Հետևաբար այսօր հանրության մոտ չկա հստակ որոշում, որովհետև նայեք, մարդկանց մեծ մասը, երբ որ ինչ որ մի իրադարձության հետ կապված որոշում պետք է կայացնի ունի ժամանակ, ու պայմանական ասած նոր տարվա հետ կապված, եթե դուք ինչ որ գնում պետք է անեք, դա չեք անում 6 ամիս առաջ։ Գիտեք, որ նոր տարին դեկտեմբերի 31-ին է, այդ գնումը անում եք դեկտեմբերին, որ որոշումը հիմա երբ որ բոլորը գիտեն, որ ընտրությունները հունիսի 7-ին է, այսօրվա դիրքորոշումը մեկը ոչինչ չի փոխելու, մեկը այդ մարդը պետք է հունիսի 7-ին որոշում կայացնի, այսօր կայացնի, չկայացնի, իր որոշումը, այսպես ասած, ոչ մեկին պետք չի։ Հետևաբար, քանի որ մենք ունենք դեռ 6 ամիս, հանրության զգալի մասը դեռևս կողմնորոշվելու եւ հարցերի պարզաբանման փուլում է եւ այստեղ բազմաթիվ ուժեր դեռևս չեն ներկայացրել իրենց տեսակետները, իրենց ծրագրերը։ Հետևաբար, այս պահին կա դիրքորոշում իշխանության նկատմամբ եւ ոչ թե ընդդիմության։ Առավել եւս որ բազմաթիվ ուժեր դեռևս մենք ձևաչափով չենք ներկայացել, թե ոնց ենք հանդգզյալու ընտրություններում։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ բավականին մեծ հնարավորություն կա այս ժամանակահատվածում հանրությանը ճիշտ ներկայանալ եւ այդ տեսանկյունից այո, իհարկե սոցհարցումներն է հաշվի առնելով մեր ուսումնասիրություններն էլ այն ինչ որ տեղի է ունենում, գրեթե բացառում եմ, որ որևէ ուժի կհաջողվի միայնակ իշխանություն ձևավորել, ընդ որում դա նաեւ բավականին լավ է։ Սեք դա նաեւ զսպելու է այսօր որ ասում ենք այդ սուպեր վարչապետական համակարգը, որ մենք կգանք իշխանության ունենալով մի քանի թիմեր եւ ինչ է տեղի ունենում, վարչապետը լինելու է այդ թիմերից մեկի ներկայացուցիչ, այսինքն վարչապետի թիմը խորհրդարանում չի ունենալու մեծամասնություն։ Դա բավականին կարևոր ու արդյունավետ է մեր նման երկրում այս արկա համակարգը ավելի արդյունավետ դարձնել, այսինքն վարչապետը այսօրվա պես չի կարողանալու ազգային ժողովին ենթարկացնի իրեն, ցանկացած օրինագիծ անցկացնի, ցանկացած որոշում կայացնի, այսինքն խորհրդարանում մենք ունենանք պայմանական, ասենք 3-4 ընդդիմադիր ուժեր, որոնք կձևավորեն իշխանություն, իսկ վարչապետը կամ որևիցե նախարար կլինի այդ ուժերից միայն մեկի ներկայացուցիչ եւ ի վերջո խորհրդարանը կունենա լիարժեք հնարավորություն զսպելու կառավարության աշխատանքը։ Դուք ասում եք մարդիկ չպետք է փրկիչներ փնտրեն, բայց ամեն դեպքում նաև ծրագրեր պետք է ներկայացվեն։ Հիմա ձեր ծրագիրը ինչով է տարբերում մյուսներից, որ պետք է հենց ձեզ ընտրեն։ Ասում են ինչքան էլ քննադատում եք ճանապարհի հարցը, արտաքին քաղաքականությունը եւ այլն, բայց չեք ցույց տալիս դուք էլ ձեր ճանապարհը, դուք ինչպես եք պատկերացնում, օրինակ լինելու է այդ Թրամփի ուղին, թե չի լինելու, խաղաղության պայմանագիրը կնքվելու է, թե ոչ։ Եթե գաք իշխանության։ Կամ եթե կնքվի կկատարեք այդ պայմանագիրը, թե չեք կատարի։ Ծրագիրը մանրամասն դեռ ժամանակ ունենք կներկայացնենք, այդ հարցերին անդրադառնալով առիթեղել է ասելով, որ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ անձի ստորագրած փաստաթուղթը դա Հայաստանի Հանրապետության փաստաթուղթն է եւ անմտություն է կարծել, որ Հայաստանի Հանրապետության ապագա իշխանությունը հնարավորություն ունի չեղարկել կամ չկատարել Հայաստանի Հանրապետության անունից ստորագրված փաստաթուղթը առավել եւս Միացյալ Նահանգների հետ համատեղ։ Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո նաև այս օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որ ստորագրվել է, բավականին մեծ դեռ հնարավորություններ կա եւ իր մեջ ռիսկեր է պարունակում, ինչպես եղել է նոյեմբերի 9-ը։ Հիմա օգոստոսի 8-ի փաստաթղթում կան դրական տեղեր ու կան լիքը հնարավորություններ, իհարկե կան ռիսկեր, իհարկե, մենք ոնց ենք պատկեր, առավելևս որ այդ
թուղթը այսպես կոչված են դետալավորված պայմանագիր չէ, հա, ավելի շատ հռչակագրային բնույթ է ցանկությունների մասով։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ փաստաթուղթը լավ իշխանության պարագայում կարա դառնա փորձանք երկրի գլխին, ինչպես նոյեմբերի 9-ը դարձավ։ Իսկ լավ արդյունավետ իշխանության պարագայում այդ փաստաթուղթը կարա դառնա մեր մարտահրավերներին դիմակայելու եւ զարգացնելու փաստաթուղթ, հետո որ մենք գնալու ենք այդ փաստաթղթով խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև նվազեցնել են հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները, որոնք Ադրբեջանի կողմից շարունակում են կախված մնալ։ Հիմա ինչ հնարավորություններ ունեք, եթե ակնհայտ Եվրամիությունը աջակցում է Փաշինյանին, ասում է, որ պետք է արտաքին ազդեցությունից Հայաստանը ազատել, այդ առումով գումարներ են տրամադրելու եւ Փաշինյանն էլ կարող է այն ուժերին, որոնք չի ուզում որ մասնակցեն, օրինակ մեղադրի արտաքին ազդեցության տակ գտնվելու մեջ։ Այդ արտաքին ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում բավականին ուռճացված է եւ դա իշխանության եւ ընդդիմության որոշ ներկայացուցիչների կողմից միշտ այնց խիտ ներկայացում է, որ ինչ-որ ռուսական ազդեցություն կա, հիմա էլ այդ եվրոպական ազդեցություն։ Հայաստանի Հանրապետությունում մենք անելու ենք առավելագույնը ու վստահ ենք, որ դա ստացվել է, որ իշխանությունը ձևավորվի բացառապես ժողովրդի կողմից։ Երբ որ հունիսի 7-ին ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի ընտրի Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին եւ կընտրի ընդդիմադիրներին, Եվրամիություն չէ, Ռուսաստան չէ, Ամերիկա չէ, որևիցե մեկը չի կարող գալ փրկել գործող իշխանությանը։ Հետևաբար մենք հավատում ենք ժողովրդի կողմից ընտրություններով իշխանապողությանը, իսկ թե արտաքին ուժերից որևիցե մեկը իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչներին ինչ ձևով է աջակցում, դա իրենց գործն է, մենք Միգուցե թույլ չտան մասնակցեն ընտրություններին։ Գիտեք ինչ, այս Ինչի մասին Փաշինյանն էլ է խոսել ազգային ժողովում 2 անգամ, եթե չեմ սխալվում, ասել այդ մասին։ Եթե կան քաղաքական ուժեր, եթե կան քաղաքական գործիչներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ ունեն խնդիրներ, այդ խնդիրների հետ պետք է առնչվեն, կարգավորվեն։ Հիմա ես չեմ կարող գնահատական տալ, կան արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժեր, որոնք մեր օրենսդրության հետ կամ կուսակցությունների մասին օրենքի կամ այլ օրենքների հետ խնդիրներ ունեն, դա ոչ թե ինչ-որ մեկը պետք է ասի, դա նորմալ process է, եթե կան այդ խնդիրներ կան, եթե այդ խնդիրները օգտագործվելու են, այդ խնդիրները չկան ուղղակի քաղաքական գործիքակազմ է լինելու, այս պահին մենք չենք տիրապետում նման տեղեկատվության եւ կարծում ենք, որ այն քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտում ակտիվ են, ունեն հնարավորություն ընտրություններին մասնակցելու եւ նաեւ պետք էլ չի իշխանությունների հնարավոր է ճնշումները տենց ուռճացնել, որովհետեւ բոլոր թեկուզ թիմ ընտրություններից առաջ էլ իշխանության նկատմամբ այդ վերաբերմունքը, որ իրենք ինչ որ դա այդքան էլ այդպես չի, իշխանությունը այդքան վախենալու չէ, ինչքան թվում է։ Իսկ Եվրամիությունը իսկապես հետաքրքրված է այստեղ ընտրություններով կարծում եք։ Նրանք ցանկանում են, որ այս իշխանությունը շարունակեն։ Եվրամիությունը այն արժեքների շուրջ ինչ որ ստեղծվել է, վաղուց արդեն դարձել են պատմություն, այս առավելևս վերջին տարիներին, որովհետև այնինչ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում, այս բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, քաղբանտարկյալների առկայությունը, Եվրամիությունը ոչ միայն լռում է, այլ շատ հաճախ նաև աջակցում է, հետևաբար ցավով եմ նշում, որ մենք պետք է ունենանք արդեն հայկական ժողովրդավարություն մեր արժանապատվության հիման վրա հիմնված, որոնց հիմքում պետք է լինեն համամարտկային արժեքները, որոնց մեծ մասի հետ արևմտյան որոշ երկրներ այլևս առնչություն չունեն, ինչ վերաբերում է Եվրամիության կողմից գործող իշխանության սատարմանը, դա Արևմուտք Ռուսաստան հակամարտության մեջ ինչ որ կարճաժամկետ գործիքակազմ է, որը Եվրամիությունը փորձում է օգտագործել ի հակադրություն Ռուսաստանի, բայց մենք համոզված ենք, որ Հայաստանում իշխանապողությունից հետո կձևավորենք այնպիսի իշխանություն, որը կունենա բավականին բարձր գործընկերային հարաբերություններ եւ Եվրամիության հետ, եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների, եւ տարածաշրջանի երկրների, եւ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների հիմքում ընկած կլինեն բացառապես երկու կողմերի շահերը եւ ոչ թե երրորդ երկրի նկատմամբ հակադրությունները։ Կարծիքներ են հնչում, որ Փաշինյանը ունի դաշնակիցներ եւ ընդդիմությունը եւս պետք է դաշնակիցներ ունենա։ Դուք կարծում եք իսկապես պետք է դաշնակիցներ ունենալ ընտրություններին մասնակցելու համար արտաքին։ Մենք համոզված ենք եւ միշտ այդ ճանապարհով ենք գնում, մեր դաշնակիցը բացառապես հայ ժողովուրդն է։ Եվ օտար ուժերի հետ որևիցե ազդեցություն ընտրությունների վրա դա միայն վնասում է Հայաստանի Հանրապետությանը,
արտաքին ուժերի հետ համագործակցությունը պետք է լինի բացառապես ի պաշտոնե որպես Հայաստանի Հանրապետության նոր իշխանություն եւ գործընկերների հետ հարաբերություններ։ Այս փուլում ես անընդունելի եմ համարում որևիցե արտաքին ուժի հետ համագործակցություն ընտրությունների շրջանակներում։ Եթե կան որպես քաղաքական դաշտը, որ մենք էլ շփումներ ենք ունենում դեսպանների հետ, ինչ-որ միջազգային կառույցների հետ, խոսքը դրա մասին չէ, դա բնական եւ արդյունավետ գործընթաց է ունենալ գործընկերային հարաբերություններ, բայց ու ընտրական process-ի վրա առավել եւս նույնց եմ կերկնում արտաքին ուժերի ազդեցություն ընտրական process-ների վրա խիստ գերագնահատված է եւ որոշողը լինելու է բացառապես Հայաստանի Հանրապետության ընտրողը։ Փաշինյանենք բավականին ակտիվ մասնակցում են արդեն, կարելի է ասել քարոզարշավը սկսված է, Փաշինյանն էլ ամեն օր հիմա 6-7 ժամանոց նիստեր է անում, ընտրում է պատգամավորների կամ ինչպես ինքն է ձևակերպել, չի ընտրում կամ ընտրում է չընտրելու եւ ընտրելու գործընթացի մեջ ամեն դեպքում եւ խմբակցությունից էլ մարդիկ կան, որոնք դուրս են մնացել, ինչ է կատարվում այնտեղ եւ արդյոք իսկապես հեշտ է Փաշինյանին հաղթել, ասում եք դուք այդքան էլ վախենալու չի, ինչպես մեզ է թվում։ Այն ինչ որ կատարում է, տենց չենք հետևում իրանց ներքին կուսակցական գործն է, հիմա հանրության ու մեր երկրի վրա որևիցե հարադաշտ չունի այդ ներկուսակցական իրենց խնդիրները իրենք են որոշում, առավել եւս որ իշխանության ներկայացումը եւ ժողովրդի մոտ իշխանության նկատմամբ վերաբերմունքը բացառապես վարչապետի նկատմամբ վերաբերմունքով է եւ այդ թիմը ինչ ձևա չափ է ունենալու, ովքեր են ընդգրկվելու, գրեթե որևէ ազդեցություն այդ կուսակցության գործունեության եւ վարկանիշի վրա չի ունենալու։ Մեկ անձի շուրջ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը այդ կուսակցությունում կբերի այդ կուսակցության ամբողջական այդ լուծման եւ այսպես ասած վերացման։ Մեր աշխատանքը ժողովրդի հետ է։ Հիմա մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի ժողովուրդը վստահի մեզ, իմանա ինչ թիմ է գալու իշխանության, ինչ է անելու, երբ է անելու, ինչպես է անելու։ Մենք գնում ենք այդ հարցերի պատասխանը տալու ու վստահ ենք, որ կգտնենք այն արդյունավետ գործիքակազմը պայքարելով այս կեղծիքի, ստի, այս ֆեյքաստանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը լցրել են ոչ միայն քաղաքական, այլ հանրության դաշտ եւ այդ ամեն ինչի դեմ փորձելու ենք անել ուժեղ գործիքակազմ եւ հասանելի եւ վստահելի լինել մեր հանրության համար։ Հիմա Փաշինյանը կոնկրետ առաջարկներով հանդես է գալիս, այսինքն ինքը ունի առաջարկ արդեն իսկ ժողովրդին, այդ խաղաղության օրակարգն է, հիմա արդեն տնտեսական հարաբերություններ Ադրբեջանի հետ, նկատելի է, որ Թուրքիան Ադրբեջանը եւս ընդառաջ քայլեր են անում այս առումով ցույց տալու արդյունք, որ խաղաղությունը իրողություն է այլևս, ինչպես Փաշինյանը վերջերս նշեց, երբ բենզինը եկավ Հայաստան Ադրբեջանից եւ սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նրանք քայլ են համարում, որ արդեն իսկ առաջին, այսպես ասած, քայլերն ենք տեսնում խաղաղության հասնելու ճանապարհին։ Դեք ինչ, խաղաղությունը հաստատվել է բացառապես Արցախի կորստի հետևանքով։ Խաղաղության հաստատման որևիցե այլ հիմք չկա։ Բոլոր փաստաթղթերը, բոլոր բանակցությունները բացառապես Արցախի կորստի ձևակերպումներն են եղել։ Ադրբեջանը հասել է իր ուզածին, գրավել է ամբողջ Արցախը, հայաթափել է Արցախը եւ դրանից հետո այնինչ որ կա, որ չեն շարունակվում ռազմական գործողությունները, դա բնական է, այսինքն այլ ինչ պետքա լիներ։ Հիմա այդ փաստաթղթեր մնացած ամեն ինչ շարունակում են ընդհանրապես այդ Արցախի կորստի համրագրումը նաեւ փաստաթղթային, որի անունը կոչվում է խաղաղության համաձայնագիր, պայմանագիր եւ այլն։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ ռետորաբանությունը, Ադրբեջանը շարունակում է դուրս չգալ օկուպացված տարածքներից, Ադրբեջանում շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հետեւաբար այդ վերջի ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, օգոստոսի 8-ի փաստաթուղթը որևիցե փոփոխություն չի բերել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթից ամիսներ առաջ ընդհանրապես դադարել էր ռազմական որևիցե միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին, որը նորից եմ նշում, բացառապես Արցախի կորստի հետևանք էր։ Հիմա բայց նրանք հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ։ Այո, դա չի դադարել, այսինքն այն ռետորաբանությունը, արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթը եւ դրա նկատմամբ Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարզաբանումը Արցախի եւ արևմտյան Ադրբեջանի համադրությունը, այս ուղղակի երկարաժամկետ հատվածում է ական Հայաստանի Հանրապետության համար միջազգային ասպարեզում, այսինքն Ադրբեջանը չի շահ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ
կարճաժամկետ այս փոքր PR քայլերին այդ ավելի շատ այդ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ցույց են տալիս այդ խաղաղության դրսևորում։ Արդյոք պետք է Ադրբեջանի հետ ունենալ տնտեսական հարաբերություններ։ Այո, բայց բացառապես հայ գերիների վերադառնալու եւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից դուրս գալուց հետո։ Ընդ որում, ես լսել եմ մի քանի տեսակետներ, որ այ տեսեք, քանի որ տնտեսական հարաբերություններ կա, դա նվազեցնում է հնարավոր պատերազմի։ Այո, բայց դա նվազեցնում է այն պարագայում, երբ որ տնտեսական առումով Ադրբեջանը մեզանից կախվածության մեջ կլինի։ Այսինքն, երբ որ օրինակ մենք Ադրբեջան ինչ-որ ապրանքներ ենք արտահանում, Ադրբեջանը կախված է մեր տարածքից, ենթադրենք իր նավթամուղն ու գազամուղը կանցնեին Հայաստանի Հանրապետության տարածքները, որ հասկանալով, որ եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսի, ծանր գին է վճարելու տնտեսական տեսանկյունից։ Հիմա Ադրբեջանի միջոցով մենք ինչ-որ ապրանքներ ենք ստանում, ցորեն ու այդպես ողջևորված են, որ էլի ենք ստանում։ Մի օր հա ինչ-որ էս բենզին են բերում, sense ողջևորված քիչ ամանում մի հատ էս նոր տարում բենզինով կենացը խմեն Ադրբեջանի, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր թիմը ուր գնում է Ալիևին շնորհակալություն է հայտնում, մտածում ենք տենց բենզինի սով էր Հայաստանում կամ ցորենի սով էր, լավ է այդ բենզինն է բերեցին, էս խայտարակ էս վարքագիծը, էս աղերսը, որ ուղված Ադրբեջանին։ Հիմա պատկերացրեք, որ Աստվածչանյան ռազմական գործողություններ ա լինում։ Տնտեսական առումով է ուժելու։ Մեր ապրանքներն են, չէ, Ադրբեջանով գալու, այսինքն հələ ինչ ենք անում, մի հատ էլ կախվածությունը մեծացնում ենք ադրբեջանական ճանապարհից, այն ճանապարհները փակում ենք, այսինքն այլընտրանք այդ Վրաստանով Լարսի ճանապարհն է, ու մի օր էլ Բայց արդյոք փակում ենք։ Չէ, այսինքն մեկը մյուսի հաշվին է։ Դե մեկը ծավալը չի ավելանում, չէ, որ դու բերում ես ինչ-որ ծավալ, հետո անցնում է այն մյուս ծավալով, այնտեղ սկսում է ավելի քչանալ։ Ու պատկերացրեք մի օր, երբ որ ռազմական գործողություններ են լինում ու տնտեսական հարաբերությունները բնական է այդ պահին դադարում են։ Հիմա ով է տուժելու, եթե մենք սենց ենք շարունակում։ Երբ որ Ադրբեջանով ենք ապրանք, Ադրբեջանը չի տուժելու։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք, որ տնտեսական գործոնը զսպի պատերազմի վտանգը, պետք է Ադրբեջանը մեզանից կախված լինի։ Այսինքն մենք պետք է Ադրբեջանին ինչ-որ բան արտահանենք։ Ընդ որում էլ չեմ խոսում տնտեսության համար, որ ներմուծումը միայն վնաս է մեր տնտեսությանը։ Այսինքն մենք էլի սկսում ենք ապրանքներ բերել, որը վնասում է տեղական արտադրողին։ Դե երևի հետագայում նաև դա կմտածեն։ Դե հետագայում ես չեմ լսել, որ Հայաստանի իշխանությունները ասում են, որ կա քննարկում ու Ադրբեջան ապրանք արտահանելու, Ադրբեջանի կողմից չենք լսել նման բաներ եւ հետեւաբար Հայաստանի իշխանությունները պետք է այդ ուղղությամբ աշխատեն, որ Հայաստանը Ադրբեջանին գցի այսպես կոչված տնտեսական կախվածության մեջ, որը կլինի այն գինը, որ Ադրբեջանը պետք է մտածի արդյոք պատրաստ է այդ գինը վճարել հնարավոր ռազմական գործողությունների համար։ Հիմա դու կարծում եք, որ Փաշինյանը երբ ասում է, որ այլևս խաղաղությունը իրողություն է, այդպես չէ։ Եվ այդ մի քանի վագոն բենզինով չի որոշվում։ Իհարկե դրանով չի որոշվում, իհարկե դա լրիվ այլ նպատակ ունի մեր կարծիքով։ Մենք համոզված ենք, որ Ադրբեջանը այս քայլերը անելով միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ տեսեք, այս ճանապարհները ապաշրջափակում են, որից հետո այդ Սյունիքով ճանապարհը պետք է ստանա այս հիմքով նաև, որովհետև միևնույնն է ինքը դեռ կասկածներ ունի, քանի որ այդ ճանապարհը չկա էլ ֆիզիկապես ու մենք հիմա տեսնում ենք մի կարևոր տարբերություն, որ Հայաստանի իշխանությունները չեն էլ ցույց տալի հայ-ադրբեջանական սահմանը չի բացվել, այսինքն Ադրբեջանը Հայաստան, մենք Ադրբեջանով ապրանք չենք բերում, մենք բերում ենք Վրաստանով։ Այդ բենզինն էլ, ցորենն էլ Հայաստան են մտնում բացառապես Վրաստանով։ Հիմա թե Վրաստանից այդ ապրանքը ոնց է մտել Վրաստան Ադրբեջանով թե որտեղով, այդ լրիվ երկրորդական հարց է։ Իսկ մենք պետք է մի բան ֆիքսենք։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել մեր սահմանները ներմուծման եւ կամ արտահանման համար, այսինքն մենք շարունակում ենք այս բոլոր ապրանքները ստանալ Վրաստանով։ Հիմա ուր արդյոք բացվել էր ճանապարհները, որ գար ադրբեջանական կամ Ադրբեջանից եկող ապրանքներ։ Իհարկե երկաթգծերի խնդիր կա, հետեւաբար շատ կարևոր է, որ եթե ճանապարհները բացվում են, բացվեն Ադրբեջանից միանգամից Հայաստան ճանապարհները եւ ոչ թե Վրաստանի միջոցով։ Իդեպ Էրդողանը օրերս նշել էր, որ տարվա սկզբին խորհրդանշական քայլեր իրեն կանեն Հայաստանի նկատմամբ։ Հնարավոր այն պայմանավորվածությունները, որ եղել էր Թուրքիայի հետ, երրորդ երկրների քաղաքացիների տեղաշարժի հետ կապված այդ հարցերը փաստորեն ընթացք տրվեն։ Այդ հարցերը Թուրքիան միշտ բարձրաձայնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմքում ընկած են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը եւ իրենք բացառապես Ադրբեջանին են նայելու Հայաստանի նկատմամբ որևէ փոփոխություն անելուց առաջ եւ հաշվի առնելով այս իրողությունները, այո, չեմ բացառում, որ Թուրքիայի կողմից որևէ այդպես ժեստ կլինի PR, բայց էլ եմ ասում, այն վտանգները, որ կախված են Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից, դրանք շարունակում են մնալ
առարկայական եւ այս փոքր քայլերը պետք է բավականին զգուշ եւ հետեւողական մենք վերաբերվենք, որ հանկարծ չլինի, որ սրանով հերթական անգամ միջազգային հանրության մոտ մի հատ իրավիճակ կստեղծվի հետագա պահանջները առաջ տանելու համար։ Եվ խոսենք նաև եկեղեցու հետ կապված գործողություններից, շարունակվում է գործողությունները իշխանության կողմից եւ տեղեկություններ կան, որ նույնիսկ մայրաթոր գնալու առաջիկայում պլաններ կան, ուր կհասնի այս ամեն ինչը։ Իհարկե սա ազգային խայտարակություն է այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ երբ նայում ես Ադրբեջանինը չեմ էլ ասում, միջազգային լրահոսը ու ինչպես է լուսաբանում թե Հայաստանի քաղաքացիները եկեղեցու տարածքում իրար դեմ են դուրս եկել, այս ամենա վատ սցենարում չէր կարելի պատկերացնել։ Իշխանություն պահելու համար միջև վերջուր պետք է գնա, այսինքն էլ սրանից ավել միջև ստեղ ասելա ամեն տեղը կգնա եկեղեցու հանդեպ, հետեւաբար մենք ապավինում ենք վեհապարի զգոնությանը եւ իմաստությանը, որ կանի առավելագույնը, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մնա անսասան, թեև այն վնասները, որ Նիկոլ Փաշինյանը տվել է, նույնիսկ այս պահից եթե դադարի, միևնույնն է բավականին լուրջ ժամանակ ու խորքային աշխատանք է պետք վերականգնել այն միջազգային բարձր հեղինակությունը, որ հայ եկեղեցին ունի։ Ծանր է, հուսով եմ, որ գոնե այն հարցերից է, որ հավատանք են փոքր ողջախոհությանը Նիկոլ Փաշինյանի, որ կարող է ինչ-որ պահի դադարի այս ամենը։ Նույնիսկ թուրքական լրատվամիջոցում այսպիսի տեղեկություն կար, որ Էրդողանը ցանկանում է, որպեսզի Սահակ Մաշալյանը լինի կաթողիկոս, նույնիսկ այդ պարբերականը, որը մեծ թվով հետևորդներ ունի, նշել էր, որ դա մեծ հաղթանակ է Թուրքիայի համար, փաստորեն մայրաթոռում ով կլինի կաթողիկոս արդեն իսկ Անկարան է որոշում։ Ես բացառում եմ, որ վեհապարը կհեռանա իր պաշտոնից։ Բայց ուժով միգուցե հեռացնեմ, որովհետև այդպիսի տեղեկություններ կան, կշարունակի մնալ որպես կաթողիկոս։ Դե փաստորեն վեհարաններ կգրավեն, հետո արդեն կմտածեն ինչ քայլեր անեն։ Դե իհարկե շենքը որպես տարածք ուժային կառույցները կարող են գրավել, փոխանակ գնան են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցով զբաղվեն, Հայաստանի Հանրապետության տարածքում եկեղեցիներ գրավելով են մեր ուժային կառույցները միայն կարողանում իրենց դրսևորել։ Էլ եմ կրկնում վեհապարի զգոնությունը ու ողջախոհությունը մեզ հույս է տալիս, որ կարվի առավելագույնը եկեղեցու եւ իր հեղինակությունը պահել անսասան եւ այս իրավիճակից դուրս գալ։ Լուծումը իհարկե իշխանապողությունն է։ Այս այն հարցերից է, որ մենք չենք ապավինում, որ իշխանությունը խելքի կգա այս հարցում կամ կա այլ լուծում քաղաքական։ Սա չպետք է ամենևին նաեւ քաղաքական հակամարտության թեմա դառնա եկեղեցին, այլ ընդհանրապես մենք պետք է ունենանք մի իշխանություն, որը եկեղեցու նկատմամբ կպահպանի բարձր հարգանքը եւ միայն եկեղեցուն կվերաբերվի աջակցությամբ։ Եվ Ռուբեն Վարդանյանի հետ կապված ՑՄԱ ազատազրկման պահանջ ներկայացվեց, ինչ է սպասվում, ինչ է լինելու, դուք առասարակ ինչ եք կարծում, իսկապես միջազգային ճնշումը կարող է ինչ-որ բան փոխել, ԱՄՆ պետքարտուղարին էին դիմել, հետո արդեն Լեմկինի ցեղասպանությունները կանխարգելող ինստիտուտը դիմեց Թրամփին, որպեսզի նա միջնորդի այս հարցով, ինչ սպասենք։ Դե արդեն մի քանի ամիս անցել է օգոստոսի 8-ի այդ հանդիպումից, որտեղ նախագահ Թրամփը նաև խոսեց գերիների մասին։ Ցավոք մինչև այժմ էական տեղաշարժ չկա եւ սա առաջին հերթին Հայաստանի իշխանությունների վարկագծի հետևանքն է, որ այս հարցով իշխանությունները Փաշինյանն ասում է ամենաբարձր մակարդակով խոսում եմ, պետքարտուղարին եմ դիմել, ինչ եղավ, արդյունք չկա, որովհետեւ սա այն հարցն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է նաև պահանջ դնեն։ Սա ճանապարհների ապաշրջափակում չի, մենք բացենք, դուք բացեք, սահմանազատում չի, սենց գիծը քաշենք, չէ, սենց քաշենք։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում չկան Ադրբեջանի քաղաքացիներ։ Սա մարդասիրական մարդու իրավունքների ոտնարում է եւ սա դիտարկել, որ դե հարաբերությունների կարգավորման հարց է, ոչ։ Սա խայտարակություն է միջազգային հանրության համար։ Անկախ նրանից էս հակամարտության խորքում ինչ կա, ինչ ձև է կարգավորվելու, Ադրբեջանում պահում են գերիներ ու ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Հիմա անունը դրել է ինչ-որ դատավարություն է իրականացնում, ըստ այն բոլորը գիտեն կեղծ դատավարության մասին։ Դեպաբար մենք ապավինում ենք միջազգային հանրության ճնշմանը, որովհետև այլ պարագայում այս հարցի կարճաժամկետ լուծում չկա, բայց նաև արդեն վստահ ենք, որ գործող իշխանության պարագայում այս հարցով որևէ էական տեղաշարժ չի լինի, առավել եւս
ռազմաքաղաքական ղեկավարության մասով, չենք բացառում նաև իհարկե ուրախ կլինենք, որ թեկուզ նախընտրական շրջանում Ալիևի կողմից Նիկոլ Փաշինյանին ի աջակցություն որոշ գերիների վերադարձան, բոլորը մեր հայրենակիցներ են, յուրաքանչյուրի օր առաջ վերադարձը մեզ համար մեծ կարևորություն ունի, առավել ևս նրանց, ովքեր 20 թվականից արդեն 5 տարի է գերեվարված են։ Այս նոր իշխանության գլխավոր անելիքներից մեկը պետք է լինի նաև գերիների հարցը սարքել միջազգային օրակարգ եւ միջազգային գործընկերների հետ հարցունավետ աշխատանք տանել։ Պաշտոն ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էլ գնաց Բաքու, բայց այս հարցում որևէ առաջընթաց մենք չտեսանք։ Դե առնվազն այս պահին, քանի դեռ արդեն երկար ժամանակ է գետ մեկ գերի չի վերադարձել, պետք է արձանագրենք, որ արդյունք չկա, եթե ինչ-որ աշխատանքներ տարվում են, որը իհարկե չենք հավատում, չենք տեսնում, որտեղ մենք էլ ունենք այդ մասով փակ տեղեկություններ կատարվող աշխատանքների մասին, երբ գերիները կվերադառնան, նոր կհամարենք, որ որևէ արդյունք ունենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Զրուցակիցս ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։